Սիրելի Աստծո ժողովուրդ, չասենք փառք Աստծուն, Տեր օրհնի ձեզ, լավ է կարևոր եկել եք։ Ուզում եմ կարդալ բոլորիս համար, ինձ համար եւ ձեզ համար Մատթեոս ավետարանի, մենք եղբայրները չենք պայմանավորվել, բայց ասիկն հիմնական նյութը վերաբերում է սրտի մաքրության վերաբերյալ։ Սա գրված է Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ 33 խոսքից, ովքեր իրանց մոտ գրում են, դրա համար մի քանի անգամ կրկնում եմ Մատթեոս 12-33-ից։ Կամ ծառը բարի երեք, կամ որ պտուղը բարի, ծառը բարի արեք, նա պտուղը բարի, կամ ծառը չար երեք, կամ որ պտուղը չար, վասնզի ծառը ինչպես է ճանաչվում, պտուղը ճանաչեցվի, ծառը պտուղից է ճանաչում։ Իժերու ծնունդներ, ինչպես կրնակ բարի խոսիլ, որ չարեք, վասնզի սրտի ավելցուկեն բերանեք խոսի։ Բարի մարդ իր սրտի բարի գանձեն, բարի բաներ կանե, եւ չար մարդը իր սրտի չար գանձեն, չար բաներ կանե։ Բայց ձեզի կսեմ, Տեր Հիսուսն ասում, բայց ես ձեզի ասում եմ, թե ամեն դատարկ խոսքի համար, դատարկ պարապ խոսքի համար ասիկել, զոր մարդիկ խոսին, դատաստանորը հաշիվ պիտի տան, վասնզի քո խոսքերը պիտի արտարանաս եւ քո խոսքերը պիտի դատապարտվես, վասնզի քո խոսքերը պիտի արտարանաս եւ քո խոսքերը պիտի դատապարտվես։ Ինչ անգամ վերջում կարդում ենք, որ ասվեց Տեր Հիսուս ասեց, որ ամեն պարապ խոսքի համար, որ պիտի խոսեք, պատասխան եք տալու։ Եղբայրներ, քույրեր, իրոք որ ինչ որ գրված է այո ճշմարտությունը ինձ համար եւ ձեզ համար, Աստծո խոսքը ունի զորություն ներգործելու, որպեսզի վերջերում մենք կարողանանք հասկանալ, ինչից մաքրվենք։ Մարդը կարող է միշտ եղբայրները հորդորեցին, ինքն իրան խաբել, այո ասել, որ իմ սիրտը մաքուր է, դա կարող է դու ես ասում, Աստված ինչ կարող ասել, եղբայրներ, քույրեր։ Հիշում եմ մի դեպք, նստած տեղը հիշեցի, Արադյա Մասևում եղբորս հետ մի հատ ընտանիքով գնում վկայում էինք, երկու քույրեր, մեկ էլ աղբերը ուսանող, քույրերը ամուսնացած չէին, մոտ 30 տարեկան, են մի քորը մի տեսակ բնավորությամբ չար էր, բայց խոսք ընդունում էին, մի անգամ էլ որ ասեք խոսքը խոսեցինք, ասենք պիտի աղոթք կանենք, կվարտիրայում էր, երբ որ աղոթքը վերջացրինք եղբորս հետ, այդ մի քույրը որ ասեց մի քիչ բնավորությամբ չար էր, շատ ջղայնացած ասեց, ինչ եկեք այստեղ կվարտիրայում, աղոթք եք անում, ներող կլինեք, գնացեք տաճար աղոթք արեք, այստեղ կվարտիրայում տուալետ կա, զուգարան կա, եկեք այստեղ աղոթք եք անում։ Հետարքիդը Սուրբ Հոգին գործեց, եղբորս միջոցով, ասեց քույրիկ ջան, արի հեռու չգնանք, մեր աղիքների մեջ հիմա կեղտ կա, Տերը սրտին է նայում, միանգամից պապանձվեց, եղբայրներ քույր, միանգամից, այո, տեսեք պահին հակառակորդը մի հատ սովորաբար ինչպեսի բան սարքեց, Տեր Հիսուսն ասեց, բարի մարդու սրտի գանձից բարի բան է դուրս գալիս, հիշում եմ ես մի դեպք, երբ որ բանդից մեր եղբայրները հետ է վերադառնում Վիկտոր Բելիխը, մի գյուղում խմբի պաշտամունքին պաստոր եղբայրներ չեն եղել։ Երբ Վիկտոր Բելիխը մի հատ եղբոր ուղարկում, հով եղբոր, որ գնաց տիրություն անի այդ խմբին։ Այդ եղբայրը աղոթք անում, հատուկ աղոթք անում, Տեր ինչ աշխատանք պիտի տանեն։ Եկեղեցու վիճակը ինչպիսին է, որպեսզի ես կարողանամ ճիշտ աշխատանք տանել։ Տերը տեսիլքի մեջ ցույց է տալիս ծառ, վրան պտուղներ, ասում ինչ լավ է, լավ պտուղներ կա։ Զավակս ասում է, միշտ ապիր։ Մոտիկից գնա մի հատ զննի, տես ինչ պտուղներ են վրան։ Երբ որ մոտենում է տեսնում են տոնածառի խաղալիքներով պտուղները կախած է, ոչ թե իր պտուղն է։ Չլինի նման, մենք էլ այդ վիճակի մեջ հայտնվենք եղբայրներ քույրեր։ Հակոբոսն ասում է, հիշում եք ինչ ասում, կատարյալ է այն մարդը, որը լեզվով չի մեղանչում։ Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք իրոք որ ձգտենք կատարելությանը։ Հիմնական մարդիկ մեղանչում են լեզվով։ Դրա համար պատական չի, որ ասում է լեզուն անզուսպ չար է, մահաբեր թույնով լեցուն, նրանով համասուն օշնում ենք, փարաբանում ենք եւ նույն բերանով, նույն լեզվով շատ անպատեվ բաներ ենք խոսում։ Մի աղբյուրից երկու տեսակ ջուր չի բխում։ Այդպես դեպքի չեք հանդիպել, չէ՞, որ գնաք աղբյուրի մոտ մի անգամ մի օր գնացել եք լավ մաքուր ջուր է բխում, մյուս անգամ լեղի ջուր է բխում, այդպես բան չեք տեսել։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, պատական չէ որ գնաք Հակոբոսի թուղթը միշտ կարդացեք։ Գրված իսկական կրոնասեր ով է, Սուրգիկն ասում, իսկական կրոնասեր նա է, առաջինը որի լեզվին սանձ է դնում։
Երկրորդը ինչ անա։ Անձը անարատ է բայ աշխարհից գնա որտի որտեղ իր տեսության իր նեղության ժամանակ։ Հիսուսով եղբայրներ քույր, այո, վտանգավոր է, ինչքան նայում ես Աստվածաշնչում շատ տեղեր կա սովորաբար, որ նայում եք ոնց ասած մարդիկ, այո, լեզվի պատճառով ընկել են շատ ցաներ վիճակների մեջ։ Լեզվի պատճառով ընտանիքում կռիվներ է լինում։ Ինչի համար Հռոմացիս թղթում գրված է, չէ՞, հիշում եք ինչ ասում։ Եվ նրանց ինչը շտունքների տակ ինչ է, թույն է ասում, չէ՞։ Հասկացա, դառնությունը, թույն կա։ Նրանց ոտքերը շուտ են արյու թափելու, կործանում թշվառություն կա իրենց ճանապարհների մեջ։ Եղբայրներ իժի թույն ասում։ Լեզվով մարդիկ բռնվում են, իրոք որ ընկնում են ծանր փորձությունների մեջ։ Դուք նայում եք ամբողջ Աստվածաշնչում այդպես եղեք։ Եղբայրներ քույրեր, ովքեր սովորաբար լեզու չեն կառավարել։ Ձին ինչ է, մեծ ձի մի հատ փոքր սանձով կառավարում է։ Նավերը, որոնք սովորաբար շատ մեծ են, փոքր ղեկով կառավարում են։ Եղբայրներ քույր, եթե չկառավարվեն, ճիշտ չկառավարվեն, գնում են կործանման։ Դեռ մենք վերջերս շատ ծանր վիճակի մեջ են հայտնվում։ Թող Աստված օգնի, եթե շատ նայում ենք Արաքած 10:19 գրած է, 10:19 Արաքած։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չէ։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չէ, բայց իր խոսքերը զսպողը խելացի է։ Խոսքերը զսպող խելացի է։ Ճանապարհին գալուց քույրիկները հիշեցրեցին, ասում մի ժամանակ դուք հիշում եք, որ պատերազմի ժամանակ, հայրենական պատերազմի ժամանակ մի հատ զենք արտադրեցին, Կատուշա, Կատյա, անունը դրեցին Կատյա, Վանյա, Վասյա չդրեցին, Կատյա։ Հիշում եք Կատուշաները, հենց որ Վաներանը մի հատ սրբի քանի սնարյալ չէ, մեկ էլ գնաց եսում քանած սնարյալներ։ Այն որ ասենք վերջերս մարդը սկսում է լեզուն ստանձել, կրակոցները շատ է, վնասները շատ են լինում ընտանիքում, առօրյա կյանքում։ Եղբայրներ քույր, զգուշ պետք է լինենք։ Այդ լեզվի պատճառով մարդիկ շատ գնացել են գեյի կրակ։ Ինչի համար է գրված, նա գեյից է բռնվում, անզոր չար է, մահաբեր թույնով լեցուն։ Եղբայրներ քույր, սարսափելի բան է սա, որպեսզի վերջերս մենք զգուշանանք։ Եկեղեցին պատրաստվում է Տիրոջը դիմավորելու, եկեղեցին։ Իսկ ինչպես պետք է եկեղեցին։ Գրված է, ասել որ նայում եք եղբայրներ քույր, Պետրոս Արաքյալը հետևյալն է ասում, եւ ինչ է լինելու, բայց եկեղեցու համար ինչ է սպասված, դիլինի։ Պետրոս Արաքյալը սովորաբար կարդում ենք հետևյալ խոսքերը երկրորդ թող Պետրոսի 3-րդ գլուխ 9 խոսքից, երրորդ գլուխ 9 խոսքը երկրորդ Պետրոս։ Տերը չի ուշացնում իր խոստմունքը, ինչպես ոմանք ուշացած են սեպում։ Ապա մեզի, Արաքյալը ասում է ինձ էլ, այսինքն ես էլ եմ դրա մեջ։ Ապա մեզի երկանամիտ չասում ձեզի, ապա մեզի երկանամիտ կլինի, վասնզի չի ուզեր, որ մեկը կորսվի, ապա որ ամենք ապաշխարանքի կան, ամենքը կամ փրկվեն։ Սակայն Տիրոջ օրը գողի պես պիտի գա, որ այն ատեն երկինք սաստիկ շարաչունով պիտի գրված անցնի, ու տարերքները բռնկված պիտի լուծվին։ Երկիր ալիվինչ գործեր, որ անոն մեջ կգտնվին, պիտի այրևին։ Շարունակություն ասում է, ուստի որը պիտի կատարվի, ուստի որովհետև այս ամեն բաները պիտի լուծվին, պիտի լինեն անպայման։ Ձեզ ինչպեսի մարդիկ լինել կվայելեն, մեզ ինչպեսի մարդիկ լինել կվայելեն, այսինքն վայելել։ Գրված է սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով եւ արտորելով Աստծո օրվան գալուն, որու մեջ երկինքը կրակով այրված պիտի լուծվի եւ տարերքները բռնկված պիտի հալի։ Սակայն իր խոստմունքի համեմատ նոր երկնքի ու երկրի մը կսպասենք, որոնց մեջ արտարություն պիտի բնակվի։ Ուստի Արաքյալն ասում է սիրելիներ, Աստծուն սպասելով ջանացեք, սրան սպասելով պիտի ջանկանենք ինչի համար, որ ան ձեզ անբիծ ու անարատ գտնե, գրված է խաղաղությունով։ Անբիծ անարատ գտնե խաղաղությունով, եղբայրներ քույր։ Այո, Աստծո կամքը դա է։ Եթե սովորաբար մենք նայում ենք, միշտ է կործանումից առաջ հպարտություն է գնում։ Դավիթ թագավորը Սավողի համար գիտեք ինչ ասեց։ Սավողի համար որ գացել հետևից, հալածում էր մեզ սպաներ։ Ասեց անօրեններից անօրենություն է դուրս գալիս, այո։ Անօրենից անօրենություն է դուրս գալիս։ Եթե ասում է բարի մարդու սրտի կանձից բարի բաներ է դուրս գալիս։ Երբևից եղել է որ մեղրի կճուճի մեջ կամ ասենք ամանի մեջ շերեփը պետք ասես մատ վերթով վարունգ դուրս գա, դες բան հնարավոր է։ Մեղրի միջից վարունգ չեն փնտրում։ Ոչ է թթվի բոշկայից ինչ որ մեղր են փնտրում։
ինչ որ կա մարդու մեջ, եթե Տերը թույլ է տալիս, իհայտ է գալիս, որ նրա համար, որ մարդիկ զղջան փոխվեն, ասեն Տեր, ես ինչ սիրտ ունեմ ես, մաքրի իմ սիրտը, ինչպես եղբայրներ հորդորեցին, իմ մեջ մաքուր սիրտ ստեղծի ու իմ ներսիդից ուղիղ հոգին ու լոգի։ Եղբայրներ քույրեր, այո, սիրտը դարձնողը, սիրտը մաքրողը Տերն է։ Դրա համար այդ խոսքերը գրված են, որպեսզի մենք հոգս անենք, եղբայրներ քույրեր, հոգս անենք։ Կգա օրը շատերի համար կարող ուշ լինի։ Դուք հիշում եք Եգիպտոսի օրը։ Հրեաների մեջ կար մի ընտանիք, որտեղ ողբ ապրի, այդպես բան չի եղել։ Ամբողջ Եգիպտոսը ողբի մեջ էր, այդպես ընտանիք չկար, մի քանի մեռելներ չլինեն առաջնեկներին, չհաշված անասունների մեջ անգամ։ Ամբողջ Եգիպտոսը ողբի մեջ էր, բայց հենց ժողովուրդ ուրախությամբ դուրս եկավ։ Այդպես պիտի լինի Տիրոջ գարուստը։ Տիրոջ գարուստի ժամանակ եղբայրներ քույրեր, Տիրոջ գարուստի ժամանակ երկու իրավիճակ պետք է լինի։ Հայտուճանը գրացեք, առաջի գլուխը կարդացեք, առաջի գլուխը։ Երբ որ Տերը պետք հայտնի ամպերով ինչ պետք է լինի։ Գրված է աշխարհը պետք է ողբա, ամբողջ աշխարհը, ովքեր որ պատրաստ չեն, ովքեր որ մաքրված չեն։ Իսկ ապշտարողները նրանք չեն ողբապրում։ Եղբայրներ քույրեր, հիմա ժամանակն է ողբացեք ձեր ամուսների համար, ապաշխարած չեն, կանանց համար, ծնողների համար, երեխաների համար, ազգ բարեկամների համար, որպես այդ գարստյան օրը չլսեք նրանց ողբի ձայնը, բայց արդեն ուշ է։ Եղբայրներ քույրեր, այո, նրանց ողբի ձայնը։ Այդպես պետք է լինի Տիրոջ գարստյան ժամանակ։ Դրա համար թող Աստված օգնի։ Հիմա մենք պետք է հոգս անենք, որպեսզի Աստված օգնի, որը ինչպես Պետրոս առաքան ասեց, Տերը ոչ մեկ ինչը չի ուզում, ով չի։ Կորուստը չի ուզում, այո։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ ապաշխարեն դարձի կան։ Եղբայրներ քույրեր, թող Աստված օգնի։ Տեսեք, մի հատ ամբարտավան խոսքի համար հիշում եք ինչ կատարվեցավ։ Ամբողջ Տիտանիկ նավը կործանվեց։ Մի հատ ամբարտավան խոսքի համար։ Ինժեներն ասեց, ես այնպեսի նավ եմ կառուցել, որ Աստվածը չի կարող խորտակի։ Հենց առաջ անգամ դուրս եկավ ծով, խորտակվեց կան մարդիկ մեռան։ Ամբողջ այդ կանտայիների աշխատանքը գնաց ծով դատակը։ Զգուշ եղեք։ Ինչի ասում անիրավության տեզերքն է, տեզերք։ Լեզուն անիրավության տեզերք է, գերից է բռնկվում։ Վնասները սարսափել են եղբայրներ քույրեր։ Ես եկանում ասում, փարտալից մեկ էլ պետք է փարտակ ասում, որ Աստված մարդուն որ ստեղծել է, ինչ որ կարևոր է երկու հատ արել, ո՞րն է դրանք անդամներից, ովքեր են, աչքերը, ականջները, երկու հատ, ձեռքերը, ոտքերը, բա որ երկու լեզուներ են, ոնց կրեն, մանավանդ քույրիկն է, ձեր հալը ոնց կրեն, երկու լեզու։ Աստված բարի։ Տեր Հիսուսը հորդորեց, խոսք ասել է ինձ եւ ձեզ։ Մատթեոս 5:37 Տեր Հիսուսի խոսքերը, ձեր խոսքերը թող լինեն այո, այո, ոչ, ոչ։ Մնացած սրանից հետո եթե ավելորդ բաներ կա, դրածը չարից է։ Չարից եղբայրներ քույրեր։ Ես կուզում եմ նորից անդրադառնալ Տեր օգնի խրատական խոսքեր Հակոբոսի թողտը, կարդում ենք հետևյալը։ Հակոբոս 3-րդ գլուխ, Հակոբոս 3-րդ գլուխ 13 խոսքից։ Ձեր մեջ իմաստուն ու խելացի ով կա, հարց է տալիս, ով կա, թող անիկա բարի վարմունքով, լավ վարմունքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով, ապա եթե դառն նախանց, դառնություն այսինքն լինի ձեր մեջ, նախանց հակառակություն ունենաք, հակառակությունը չանքան, սրտերուդ մեջ մի պարծեցեք ու ճշմարտությունը սուտ անեք, տեղերը մի փոխեք այսինքն։ Այս իմաստությունը վերևից իջած չէ, դրանք որտեղից է, հապա երկրավոր, շնչավոր եւ դիվական է, նորից եմ կարդում, հապա երկրավոր, շնչավոր դիվական է, քանզի որ նախանձ ու կռիվ կա, հոն անկարգություն եւ ամեն չար բաները, հապա վերին իմաստությունը նախ սուրբ է նախ, իմաստ, վերին գրված է սուրբ է, ետքը խաղարարար, հեզ, հլով, ողորմությունով ու բարի պտուղներով լեցուն, անկողմնասեր եւ անկեղծ։ Եվ արտարության պտուղը խաղաղությունով կսերմանվի անոնց, որոնք ինչ են անում, որոնք խաղաղություն են անում, ոչ թե խաղաղություն գիտել, այլ գրված է խաղաղություն անում։ Առակաց 4:23-ում գրված Առակաց 4:23 ամեն զգուշությունով քո սիրտդ պահի, քանզի կյանքի աղբյուրները անիկա են, ընդեղից են։ Ծուր բերան քեզ մեկ դերը եւ անիրավ շատուները քեզ մե հեռացուր։ Եղբայրներ քույր, Աստված օգնի, շատ կարևոր է։
զորացնի Տերը մեզ լուսավորի մեր աչքերը։ Ժողովողի գրքում գրված են հետևյալ խոսքերը։ Ժողովող 5-րդ գլուխ 2-րդ խոսքից։ Ժողովող 5-2-ը։ Մի շտապիր, լեզվովդ ուխտ անես ու չկատարես։ Թե ամուսնության խուղթ կլինի դա, թե ուրիշ նպատակն ուխտ կլինի գրված է։ Մաղաքիայի մարգարեության մեջ գրված է անիկա կոնկրետ եւ քողտիվ կինն է։ Ինչքան դեպքեր եղել են եկեղեցում, հարսանիքի փրկագործության ժամանակ ուխտ են արել, բայց ուխտազանց են եղել։ Այդ խոսքերը լսել են, այդ խոսքերին ասել են այո են ասել, բայց այդպես չի եղել։ Ո՞վ պետք է պատասխան տա։ Իլուխտում էլ է գրված, ասում մի շտապիր։ Ուխտ անես, բայց այդ ուխտը չախտազանց լինես։ Եղբայրներ, քույրեր, շատ կարևոր բան է սա։ Մենք մեր խոսքերի համար պատասխան ենք տալու, ամեն խոսքի համար, ամեն մի բանի գործնեության համար պատասխան ենք տալու։ Մենք Տիրոջ առջև պետք է կանգնենք, եղբայրներ, քույրեր, զգույշ եղեք։ Այսօր նայում ես դեպքեր կա, նայում ես ընտանիքներում ասովախը կորցրած մարդիկ են։ Ինչ ասես ասում, ինչ անար գալից խոսքեր։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, ով պիտի պատասխան տա։ Զգույշ եղեք։ Մեր բախտը բերել է Աստված այդ հավատքը որ տվել իրանից է, դա գիտեք։ Հավատքը դասուց պարգև, որ մենք հավատացել ենք։ Ինչքան այսօր մեղքերի մեջ մարդիկ կորուստ են գնում։ Մեզ դատաստան, հետադարձ ճանապարհ չկա դաց։ Եղբայրներ, քույրեր, հետադարձ ճանապարհ չկա։ Աստված օգնի։ Հոբի գրքում գրված հետևյալ խոսքեր, Հոբի 5:21, լեզվի խարազանին ապահով պիտի լինես։ Լեզվի խարազանը ո՞րն է, գիտեք, չէ՞ ո՞րն է լեզվի խարազանը։ Կա արտաքին խարազան, որ ասենք մարդկանց ինչ-որ մի բանով խարազվում, բայց ասում են չէ, մեր հայերին չեն ասում։ Ասում են այս վերքը կարող առողջանալ, բայց լեզվի տված վերքը չի առողջանա։ Դա լեզվի խարազան է։ Հնարավոր է ես կարողանաս վիրավորել, անեց սարսափելի խոսքերով, անեց վիրավորական, որ մարդը իր տեղը չի գտնում։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, բայց մի հատ կարևոր բան կա, հիմնական վերաբերում է բոլորիս եւ առավել տղամարդկանց։ Երանի թե ասում են բոլորովին լուրջ կենայիք։ Երանի թե բոլորովին լուրջ կենայիք եւ այս բանը ձեզ իմաստություն կդսեվի։ Այն քույր եղբայրները, որոնք սովորաբար համբերում են եւ չեն պատասխանում, չեն շտապում, դրանք խելացի եւ իմաստուն են։ Ասում են մի հատ պես գիտնական եղել, մեր նմանապ աշխարհած չի եղել, բայց շատ համես մարդ եղել։ Կին եղել է կռվարար, եւ որ ասում է, չէ, հակառակվող։ Ինչ անգամ հակառակությունը դա իր մեղք է։ Հակառակության պատճառով դաթան ապիրել կորխենք, որը կորսվեցին։ Հակառակության պատճառով նրանք շնություն ու մեղք չեն գործել։ Այդ բանջուցած գիտնականի կին այդպես եղավ։ Երևում կռվել է, դա ինքը ձեն չի անի։ Վերևի հարկը կռվել է, տեսել է որ ասած անդադ վիճակը կռվում է, անդադ լեզուն չի դատարում։ Խելոք իջել է ներքև ու սովորաբար որ բարգոնի տակ որ նորից բարոնի չլսի։ Կատաղած կինը վերևի ջուրը շորը տարի, դաշտի ջուրը շորը տարի վերևից գլխի։ Եղբայրներ, մի բան ասեմ ձեզ, ձեր այդ պատահարից ինչ կանեիք, հա։ Հնարավոր չի մի բան չանեիք։ Գիտեք ինչ է պատասխանել։ Ամուսինը պատասխանել է։ Պարզավոր ամպրոպից հետո պիտի անձև կար։ Ապրոպ։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, ովքեր խոհեմ են, ովքեր համբերատարան նրանք շահում են, իմաստուն են նրանք։ Մեծ կռվից բարձնում են իրանք, եղբայրներ, քույրեր։ Դրա համար թող Աստված օգնի ձեզ, շատ կարևոր է սա։ Շատ համարներ կա, շատ խոսքեր կան բոլորիս համար գրած Քրիստոսով եղբայրներ, քույրեր, որպեսզի վերջերջում մենք կարողանանք Տիրոջ հետ մոտիկ լինել, միշտ զգալ իր ներկայությունը մեր կյանքում, միշտ զգալ իր ներկայությունը, որ մենք այոն լինենք մյուսը։ Ուրեմն մի դեպք պատմեմ մի քաղաքում, մեր Հայաստանի մի քաղաքից առաջի Սարգսակն եղել, մի հատ եղբայր, Սարգսակ։ Իսկ մեր Հակոբ եղբայրը, ովքեր հին հավատացյալ եք իման, առաջի երեց եղել Հակոբ եղբայրը։ Ինքը մեղուներ ունեցել։ Ինորս համար ժամանակ մեղուները դուրս էր անում դաշտավայրեր վերջը։ Այդ գյուղի բան է, Սարգսակ եղբորը մի եղբայր եղել, շատ չարախոսություն արել, ասովախ կործած մարդ եղել։ Անդադ գնացել Հակոբ եղբոր մոտ իր մեղուների մոտ սերը չարախոսել այդ եղբորից, անդադ բամբասել։ Ոչ թե միան պարապ խոսքերի համար են հաշիվ տալու, ամեն խոսքերի դադելու, բամբասելու, չարախոսելու համար շատ դանկավոր է։ Իրակին ինչ ասես Սարգսակը, ասում է եղբայրը ինքանը գնաց Հակոբ եղբոր մոտ չարախոսել, որ արդեն մեղուներ իրար ճանաչում են, մեղուներ արդեն գիտեն։ Հասկացաք, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, Աստված օգնի դուք, շատ կարևոր է։ Ինչի համար է գրված Ղևտացի 19:16-ը, 19:16-ը, քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով մի պտտիր։ Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով մի պտտիր։ Մի հատ եղբայր ունեցել ընջեր ինքը։ Ինքը տեղի եղբայրների
շատ դժվարություն ուներ իրաց գյուղում։ Անդադ հարվածություն, խնդիրներ։ Այդ գյուղից մի ուրիշ գյուղ էր գնում, խումբը տեղափոխում էր, խումբ տեղափոխելով սիրտը չի փոխվի։ Մի օր վերջնականապես մտածել էր, այ մտերամ Տերն ինձ ինչ պետք է ասի։ Այդ կամ մեղադրում են եղբայրներ, կամ մեղադրում են եկեղեցուն։ Հələ մա դե տեսնեն Տերն ինձ ինչ պետք է ասի։ Գիշերը ժամը 1-ից ծնկի եկե մինչև առավոտվա 6-ը։ 6-ի ժամանակ առավոտվա Տեր իր այդ խոսել էր։ Դու ուրիշների սխալներին նայելով ինձանից հեռացար։ Ուրիշների սխալներին նայելով, դատելով, այսինքն ինձանից հեռացար, զղջացել, եկավ եղբայրնից ներողություն խնդրեց։ Եղբայրներ քույր, առօրյա կյանքում կատարում ուզենք դե չուզենք։ Հավատացյալ կա, որ իր աչքի մեջ գերան ունի, աչքի մեջ, բայց փորձում իր եղբոր կամ քրոջ աչքի մեջ շուղ անենք։ Շուղ ուզում է հանել, տանջվում էր, հոգս է անում, ցավ է քաշում, ոնց անեմ, որ իմ եղբորս քրուիկս օգնեմ շուղը դուրս հանեմ։ Բայց քո աչքի մեջի գերանը, որ շուղերը վերացեն, քանի հազարաշ շուղ դուրս կգա։ Եղբայրներ քույր, քանի հազարաշ շուղ։ Զգուշ եղեք, հակառակորդի ամենամեծ սարսափելի կրոճոկը դա է։ Մարդկանց գցում է դատողության մեջ, ինքն իրան չի տեսնում, ինքն իրան չի մեղադրում, ինքն իր կուրծքը չի ծեծում, բայց դիմացնի կուրծքը դա ծեծում է։ Ով որ դիմացնի կուրծքը ծեծի չի արտարանա, Սուրբ Գիրքն ասում։ Հենց որ քո կուրծքը ծեծես կարտարանաս։ Եղբայրներ քույրերի դերաշ կլինի։ Վաղ միսօրը շատերի մար ուշ կլինի, որոնք իրանց չեն հետևում։ Հոգևոր կյանքի, գիտեք որ Տիրոջ գալուստը մոտ է։ Գիտեք չէ որ Տիրոջ խոսքը պետք է կատարվի։ Ինչի համար է, ես մեկ ասում եմ, Տեր, գոնե 10 կույսից գոնե 9 փրկվեն, էլի, գոնե մի հատ մնար ոչինչ, բայց ուղիղ կեսը մնաց երկրի վրա։ Այդ դորը թակեցին, բայց դորը չբացվեց։ Եղբայրներ քույր գրված է, Տերը գիտե բարեպաշտները փորձությունից ազատել, իսկ անիրավները տանջանքի դատաստանով պահել։ Դա գիտի բարեպաշտներին, նա գիտի մաքուր կյանք ապրողներին, որոնց սիրտը ոչ մի բան հետ կապված չի, ոչ աշխարհի հետ։ Ովքեր սովորաբար Ղովտի կնոջ նման են, նրանք մնալու են երկրի վրա։ Ղովտի կինը սիրտը կապված է նյութականի հետ։ Ես մի հատ դեպքեր պատմում ձեզի աղոթքից առաջ եղբայրների աղոթքի տեղ տալ։ Մի քույրիկ էր։ Ես քույրիկը տարից առած քույրիկ էր, քաղաքում էր սա։ Մի հատ տղա ուներ, ասաց իրան պիտի չամոստացնել։ Ինքան հովիվ եղբայրը կպավ, ինքան բան արեց, այդ եղբայրը գիտի Նավոյանի ժամանակ էր։ Ինքան արեց մի անգամ բռին ամուսնացին գյուղից մի հատ քույրիկ էր։ 2 սեականոց կվարտիրա էր։ Մաման էր վերջերչով հարսը եւ տղայի հետ։ Չգնադեց, որ ես այդ քույրիկ եկել իր կին է դարձել։ Եղբայրներ քույր անդադ չարախոսեց, անդադ սես կռիվանել, անդադ ամեն բան վրա խոսել։ Շատ խոսելով հարցերը չի լուծվում։ Նույնպես արեց, որ տղեն իր հարսը վաղտել 2 հատ երեխա գնացին պատկած աշտարակ վարձով ապրելու, ընդեղ էլ խառնեց, գործը տվեց դատարան, որ բաժանի։ Երբ որ ես այդ տանը շատ անգամ եղել եմ, խրատել եմ վերջը տանը։ Վերջը, ուրեմն տվել էր դատարան, գնացի տեսնեմ տունը, հրիվ դատարկ, 2 կվարտիրա։ Ոչ խռով բաներ կար, ապակեղեն կար, ոչ նորից խալիներ կար, սա ուղարկել էր աղջիկների տունը, որ դատարանը իր հարսի ոչինչ չհասցնի։ Եղբայրներ քույրերը, անզավորությունը մարմնավոր հավատացյալ էր, բայց որ տեսնես գրքի սեղանի վրա դրած Աստվածաշունչ երկարան մտածում էր ինչ լավ հոգևոր է։ Հիվանդանոցում եկեղեցին պատժեց իրան, հիվանդանոցում հեռավ գնաց։ Այդ տունը քայքայվավ։ Եղբայրներ քույրեր, ինչի համար։ Իրան նպատակը նյութական է, որ հարսի ոչինչ չհասնի։ Չէր մտածում հոգը փրկության համար, ընտանիքի համար, միաբանության համար։ Եղբայրներ քույրերը, խելացի մարդը իրոք որ ամեն բան անում է իմաստությամբ։ Անմիտ մարդն ամեն բան անում է իր սխալներով, հանցանքներով։ Զգուշ եղեք։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, մենք նորից ենք կրկնում, մենք մարդկանց առջև չէ որ պետք է պատասխան տանք, մենք Աստծո առջև պետք է կանգնենք։ Ամեն մեկս մեր գործերի համեմատ պետք է հատուցվի, որոնք բարի գործերի կենացարության համար, որոնք չարը գործերի դատապարտության համար։ Հոգևոր մարդիկ զոհում են, զիջում են, համաձայն եք։ Եղբայրներ քույրեր, այդպես են անում։ Հոգևոր մարդ ուրիշ է։ Ամեն բան կանի, որպեսզի ընտանիքը չքայքավի, ամեն բան կանի, որպեսզի խաղաղություն լինի։ Բայց հնարավոր է մի հատ փոքր բանի համար պատերազմ է սարքում։ Թող Աստված օգնի։ Անձնականության տեղ ունենք, թե չունենք, հարց ընկալում։ Այո։ Ինչ կա շուտ այնքան լավ կլինի։ Հիմա դուք գեսել ասեմ, դուք նկատում եք, որ մահատարաժամերը սկսում են։ Ինչքան մահեր, հանկարծակի մահեր։ Ոչ մեկ չի կարող ասել։ Մի հատ եղբոր ես թամա ժամանակ ասեմ, մենք էլ ենք հերթի մեջ, բայց չգիտենք երբ հերթը գալու։ Մահեր չի նան, երիտասարդ ես, ծեր ես, միջահասակ ես, գալիս է արումա։ Դրա համար մենք չգիտենք ինչ է լինելու վաղը, զգուշ եղեք, մաքրվեք,
բոլորիդ խաղաղ եղեք, սիրով եղեք, հացր եղեք, ինչի համար է գրած, ձեր քաղցրությունը բոլոր մարդկանց թող հայտնի, ովքեր են դրանք, բոլորը, ընտանիք, եկեղեցի, հարևան, բարեկամ, աշխատանքի տեղ, ձեր քաղցրությունը բոլոր մարդկանց թողնի, Տերը մոտ է, եղավ, Տիրոջ առջև եկեք կանգնենք, խնդրենք, որ մայրցեք եղբոր եղբայր